Պաշտամունքից առաջ աղոթքներ բարձրացնելու առ Աստված, խնդրելու նրանից ողորմություններ, մենք արդեն աղոթել ենք, հուսացած ենք, որ դուք էլ առանց աղոթքի չեք անցկացրել ձեր օրը, նրանք ովքեր որ առաջին անգամ մեզ կմիանան, ողջունում ենք նրանց մուտքը, միաժամանակ համբերություն ենք խնդրում Տերիցը, որպեսզի լինի այդ հոգիների հետ, որպեսզի յուրաքանչյուրին մաչելի դառնա ավետարանի այն խոսքը, որը մարդկանց փրկության համար է։ Եվ այսպես ես ուզում եմ իմ խոսքը այսօր ժողովող գրքի 12-րդ գլխի առաջին խոսքից սկսել։ Եվ հիշիր քո ստեղծողին քո երիտասարդության օրերումը, քանի որ չեն եկել թշվառության օրերը, եւ չեն հասել այն տարիները, որ ասես թե նրանց չեմ հավանում։ Այս տողերը ես կարդացել եմ, երբ որ երիտասարդ եմ եղել։ Այսօր ես արդեն երիտասարդ չեմ։ Եվ այստեղ մենք կարդում ենք, որ գրվածն ասում է հիշիր քո ստեղծողին քո երիտասարդության օրումը։ Երբ որ ես հիշում եմ իմ երիտասարդության տարիները, ես ապաշխարել եմ 23 տարեկան հասակում, ես իմ երիտասարդության տարիներից, որ անց եմ կացրել, Աստծուն փառք եմ տալիս եւ գոհանում եմ իրենից։ Այդ տարիների ժամանակ ես հաճախ էի իմ վրանը վերցնում եւ առանձնանում։ Կարդում էի Աստծո խոսք, ծոմերով աղոթքների մեջ էի լինում։ Սակայն եթե ասենք, որ բոլոր այդ մեր երիտասարդության ընթացքում թե ավետարանը քարոզելու, թե Աստծուն ծառայելու եւ թե առհասարակ այս կյանքում Աստծուց որոշած իմ ընտանիքի մեջ Աստծուց տրված ուրախությունը վայելելու այդ ամբողջ տարիները այնուամենայնիվ թեպետ անցել են արդեն, սակայն ես երբ որ նորից այս համարները կարդում եմ, այնուամենայնիվ ես շարունակության մեջ տեսնում եմ, գրվածն ասում է, քանի որ չեն եկել թշվառության օրերը։ Այստեղ ակնարկ կա, որ երիտասարդության տարիներն անցնելուց հետո, երբ մարդը արդեն ֆիզիկապես նախկին ընդունակություններն աստիճանաբար կորցնում է, դրանք կոչվում են թշվառության օրեր։ Եվ դեռևս երկրի վրա չի հաջողվել որևէ մեկին, որ խույս տա ծերանալուց, առավել ևս մահանալուց։ Եվ ժողովողը այս գիրքը, երբ որ մենք կարդում ենք, մենք տեսնում ենք ամբողջ գրքի բովանդակության մեջ այս կյանքի վայելքների մասին է անընդհատ խոսվում, բայց այնուհետև ասվում է հետևյալը. հիշիր, քանի դեռ չի եկել այն օրը, երբ հողը ետ պիտի դառնար երկրին։ Այսինքն մարդը, որ հողից էր ստեղծված, ֆիզիկական իր մարմինը, ինչպես Աստծո հրամանն է, մեղանչումից հետո Տերն ասեց, հող էիր, հողին պիտի դառնաս, քանի դեռ չի եկել այդ պահը, որ այս մարմինը հողին դառնա, ինչպես որ էր, եւ հոգին ետ չէ դարձել Աստծո մոտ, որ տվել էր։ Ո սիրելիներ, այս համարը հստակ ասում է, որ քո մարմինն էլ քոնը չի, քո մարմինը հողից է եւ պիտի դառնա նորից այնտեղ։ Հոգիդ էլ քոնը չի, քո հոգին էլ Աստծունն է եւ նա էլ պիտի գնա Աստծո մոտ։ Այսպիսով մենք պետք է հասկանանք երկրի վրա, որ Սատանան մարդկությանը երբ որ խաբել է, որ դու ես եւ քո շուրջն է պատտվում աշխարհն ու կյանքը, մարդը պետք է մի պահ կանգ առնի եւ մտածի, որ ոչինչ չի բերել աշխարհ եւ ոչինչ էլ ինքը չի տանելու իր հետ։ Եվ դրանից հետո անմիջապես ժողովողն ասում է. ունայնություն ունայնությանց, ասեց ժողովը, ամեն բան ունայն է։ Եվ ուրեմն ինչ է մնում մարդուն իր կարճ կյանքի մեջ։ Վերջապես որդյակս լուսավորվիր Աստծո խոսքով, ինչպես կարդում ենք։
Եվ ասում է. Աստվածանից վախեցիր եւ նրա պատվիրանքները պահիր, որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար, որովհետեւ Աստված ամեն գործը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ, թե բարի եւ թե չար։ Այսպիսով մենք երկրի վրա ապրում ենք, կերտում ենք կենսագրություն, եւ մեր կենսագրությունով մենք կանգնելու ենք Աստծո առջև։ Եթե մենք հիմա սա խորը հասկացանք, որ մեր կարճ կյանքի մեջ, ժամանակավոր մեր ընթացքի մեջ, Աստծո խոսքը մեզ հորդորում է, որպեսզի մենք հիշենք Աստծո առջև կանգնելու մասին, անխուսափելիորեն բոլորը կանգնելու են Աստծո առջև։ Հայտնության գրքի մեջ գրված է, որ սպիտակ աթոռի վրա մեկը տեսա նստած եւ հարություն առան բոլոր մեծ ու փոքր մեռելները եւ ամեն մեկը դատվեց իր կյանքի, իր գործերի համաձայն։ Սիրելիներ, մենք շատ հաճախ Աստծուն հավատալը Աստծո խոսքի պատմությունները իմանալ ենք համարում, ուշադիր լսեք։ Մենք շատ հաճախ Աստծուն հավատալը Աստծո խոսքի մեջ եղած պատմությունները իմանալ ենք համարում, որ եթե գիտենք ինչա գրված Աստծո խոսքի մեջ, գիտենք պատմությունները Սուրբ գրքի մեջ, ուրեմն արդեն դա բավարար է։ Ես սակայն պիտի ասեմ մի կարևոր բան, որ Աստծո խոսքը ոչ թե մեզ տրված է նրա համար, որ մենք իմանանք Աստծո գործերը եւ առհասարակ պատմություններ իմանանք, թե մեզանից հազարամյակներ առաջ ինչպես Աստված գործել մարդկության մեջ։ Աստծո խոսքը մեզ տրված է նրա համար, որպեսզի մենք ճանապարհն իմանանք, ինչպես կարելի է դեր երկրի վրա այս ֆիզիկական մարմնի մեջ ապրելով, ինչպես կարելի է Աստծո հետ հաղորդ լինել։ Ճիշտ է, որ Եդեմական պարտեզում Ադամն ու Եվան հաղորդ էին Աստծո հետ։ Աստված իջնում էր օրվա որոշակի ժամին եւ նրանց հետ հաղորդակցվում էր։ Եվ Աստծո մարդուն ստեղծելու նպատակը նրա հետ հաղորդակցվելն էր։ Պարզվում է, որ մարդու մեղանչումից հետո Աստծո փափագը մարդու հետ հաղորդակցվելու չբացակայեց եւ Աստված երբեք ու երբեք մեղանչումից հետո մարդկությանը չասեց. այլևս դու չունես հնարավորություն ինձ ճանաչելու, այլևս դու հնարավորություն չունես ինձ հետ հաղորդակցվելու, ես քո հետ այլևս չեմ խոսելու, նման բան չկա։ Աստծո խոսքն ասում է, որ նահապետների հետ եւ Եբրայեցիս թղթում էլ գրված է, շատ մասերով, շատ կերպերով Աստված խոսել էր նահապետների հետ։ Սակայն եկավ մի ժամանակ, երբ Աստված մի ողջ ժողովրդի հետ ուզեց խոսել։ Եվ երբ որ Սինա լեռան վրա կրակը, ծուխը երևաց եւ Աստված ամպով իջավ այդ լեռան վրա, այդ լեռն ամբողջովին դողում էր կարծես, ժողովուրդը, որ այդ լեռան շուրջն էր հավաքված, եւ Մովսեսն էլ վերևում Տիրոջ հետ հանդիպած, Աստծո ուխտի տապանակները պետք է վերցներ Աստծուց եւ իջներ ժողովրդին տար, որովհետեւ Տերն ասել էր. իջիր այդ ժողովրդին ասա, ուզում են, որպեսզի ես իրենց Աստվածը լինեմ եւ իրանք էլ իմ ժողովուրդը լինեն։ Ժողովուրդն իր համաձայնությունը երբ որ տվեց, Տերը տվեց նրանց այդ պատվիրանները։ Սակայն երբ որ այդ ահռելի տեսարանը ժողովուրդը տեսավ, Մովսեսին ասեցին. մենք չենք ուզում, որ Աստված խոսի լեռան վրայից, մենք զարհուրում ենք, թող Աստված քո հետ խոսի, դու էլ նրա խոսքերը մեզ հաղորդի։ Գիտեք, մարդիկ այսպիսին են, նրանք տեսանելի եւ շոշափելի բաներ են ուզում տեսնել։ Եվ նրանց համար կարևոր էր,
որպիսի մեկը լիներ Աստծո եւ իրենց միջև միջնորդ։ Այդ միջնորդը Մովսեսը դարձավ։ Անցան ժամանակներ, եւ պարզվեց, որ անգամ այդ ժողովուրդը պատրաստ է Մովսեսին էլ քարկոծելու, որովհետեւ թեպետ իրենք ի սկզբանե խնդիրը այդպես դրեցին, որ Մովսեսը լսի Աստծո խոսքը եւ փոխանցի իրենց, եւ երբ որ ամպի եւ կրակեսյունով Տերը առաջնորդում էր, եւ Մովսեսին իշխանություն իրավունք էր տրված դատ վարելու Իսրայելի մեջ, մենք տեսնում ենք Իսրայելը բազմաթիվ անգամներ ըմբոստանում էր Մովսեսի դեմ։ Կարծես մոռացան, որ իրենք էին որոշել, իրենք էին փափագել, որ Մովսեսը իրենց եւ Աստծո միջև միջնորդ լիներ։ Եկավ այն աստիճան, որ բողոքում էին Մովսես անձից։ Սակայն պատմությունը ես չեմ ուզի երկարացնել, ես ընդամենն ուզում եմ ասել սա, որ հետագայում երբ Աստված իր օրենքները տվավ այդ ժողովրդին, եւ այդ օրենքների նպատակը մեկն էր, որ մարդը իր անզորությունը, մեղավոր բնությունը հասկանա, որ ինքը մեղավոր է, Աստծո կարիքն ունի, ինքը չի կարող Աստծո հետ հաղորդակցվել, Աստծո խոսքը մեզ ասում է այդ մասին, որ ժամանակների լրացման պահից Աստված իր որդին ուղարկեց, եւ այդ որդու մասին Պողոս առաքյալն ասում է, որ այլևս Աստծո եւ մարդկանց միջև չկա այլ միջնորդ, բացի Հիսուս Քրիստոսից, չկա ուրիշ քահանայապետ, բացի Հիսուս Քրիստոսից։ Սակայն անգամ այդքանից հետո էլ մենք տեսնում ենք, որ մարդ արարածը դարձյալ քահանայապետ անվանումը կրելով Աստծո մարդու միջև միջնորդ է հանդիսանում։ Իհարկե նրանց համար, ովքեր չեն հավատում, որ իրենց անհատական անձնական կյանքի մեջ կարող են հրավիրել Աստծուն եւ Աստված կարող է գալ իրանց սրտերում բնակություն անել եւ իրանց հետ կենթանի հաղորդակցություն ունենալ։ Եվ հիմա ուշադիր, նրանք այսօր, ովքեր որ Աստծո եւ մարդու միջև կանգնած միջնորդներ են, նրանք իրենց կարգավիճակով պարզապես փակում են մարդկանց ճանապարհները, հատկապես խոսքս վերաբերում է ավանդապաշտների ճանապարհները, ուղիղ Աստծո հետ հաղորդ լինելու։ Սակայն անկեղծ հոգիները, ովքեր կարդում են ավետարանը, հասկանում են դա, որ իրենց եւ Աստծո միջև չի կարող մարդ արարած միջնորդ դառնալ։ Եվ իրենց փնտրտուքը պսակվում է հաջողությամբ։ Անշուշտ գալիս է այդ օրը, որ մարդը երանելի հանդիպում է ապրում Քրիստոս Հիսուսի հետ, վերստին ծնունդ ապրում հրաշքով իր ներսում եւ Աստծո Սուրբ Հոգին էլ գալիս բնակություն է անում իր ներսում։ Եվ ես ուզում եմ, որպեսզի նորից վերադառնալով ժողովող գրքի այս համարներին, հիշիր քո ստեղծողին երիտասարդության այդ ժամանակից, քանի դեռ չեն եկել թշվառության օրերը, այդ ամբողջ երիտասարդությունից մինչև այս կյանքը լքելու, այս կյանքը թողնելու ժամանակահատվածը, ինչքանով ես դու լցրել Աստծո հետ հաղորդակցության երանության քո պահերով ու ժամանակներով, այդքանով դու առատորեն կմտնես երկինք։ Պողոս առաքյալն ասում է, որ առատորեն մտնենք երկինք, որ մերկ չգտնվենք։ Գիտեք, շատ հավատացյալներ կան, որոնք սա խորը չեն հասկացել, որ իրենց հնարավորություն կա գնահատելով իրենց Աստծուց տրված ժամանակը, յուրաքանչյուր կյանքի օրը, ժամը, վայրկյանը, գնահատեն, քանի որ կա թշվառության օրեր, որի ժամանակ այլևս ոչինչ անել անհնար է լինելու։ Դեռ դա էլ հարց է, դու քո մահճիթի մեջ միայնակ մնալով երանի կտաս, որ մեկը քո դուռը բացի, որ մի բաժակ ջուր տա քեզ, լքված կլինես, թե բարեկամներով շրջապատված, ցավերի մեջ տարապելով կգնաս այս աշխարհից, թե հանգիստ խղճով կքնես ու կարթնանաս երկնքում։ Ո սիրելիներ, սա երանելի շնորհք է, եթե որևէ մեկին տրվում է,
իր օրերից կշտացած գնալ այս աշխարհից։ Գիտեք, այդ բառը երբ որ ես ասում եմ, Աստծո խոսքի մեջ մենք տեսնում ենք ամեն մարդու կյանքի մեջ հարաբերական է։ Օրինակ Դավիթը 70 տարի ապրեց, բայց իր օրերից կշտացած գնաց։ Հոբի մասին կարդում ենք իր փորձությունից հետո ինչքան ժամանակներ անցավ, բայց արի ու տես, որ Հոբի մասին մենք էլի կարդում ենք, որ Հոբն էլ իր կյանքից կշտացած գնաց։ Այս մարդը շատ երկար ապրեց, որից հետո նոր կշտացավ։ Կարդում ենք, եւ Հոբը մեռավ ծերացած, եւ օրերիցը կշտացած։ Արդյունքում մենք մի բան պիտի հասկանանք, եւ ամենամեծ հաջողությունը հավատքի կյանքի մեջ ապրող մարդու կապ չունի որ տարիքից։ Ամենամեծ հաջողությունը, որ մարդ կարող է իր կյանքում արձանագրած լինի, սա է, որ ինքը հասկացել է, որ այս կյանքը ունայն է։ Եվ ինքը փնտրել է կյանքի իմաստը, որոնել է, եւ ինչպես Աստծո խոսքն ասում է, ամեն փնտրող կգտնի, ամեն դուռը թակողին կբացվի, ամեն խնդրողին կտրվի։ Եվ քանի դեռ հնարավորություն կա փնտրի, քանի դեռ դուռը թակելու ժամանակ կա թակիր, քանի դեռ Աստծուն խնդրելու ժամանակ ունես խնդրիր, ինչպես որ Տերը այսօր քո կյանքում ուզում է մեծ փոփոխություններ անի։ Այսպիսով եկեք գնահատենք Աստծուց շնորհված մեր օրերն ու ժամանակները։ Գործիր, քանի դեռ ժամանակ ունես, որովհետև Սուրբ Գիրքն ասում է անվանուց հետո գործ, իմաստություն եւ այլն չկա էլ։ Ինչ կա այս երկրի վրա, քեզ տրված ժամանակի մեջ գործիր, արա։ Ողորմություն արա, քանի դեռ դրա հնարավորությունը ունես։ Ներիր, քանի դեռ ժամանակ ունես։ Մի ուշացնիր ապաշխարությունդ, քանի դեռ ժամանակ ունես։ Վերջապես սիրելիներ, նորից հայաց նետելով Աստծո խոսքին ուզում եմ ասել, Աստծո խոսքի մեջ եղած պատմությունների նկատմամբ քո ունեցած հավատքը վատ բան չի, բայց դա ընդհանրապես գիտելիք է։ Սակայն եթե այդ հավատքը քեզ գործնականում Աստծո հետ հաղորդակցության այդ հնարավորությունը, որ Սուրբ Գիրքը քեզ տալիս է, դու այսօր քո ապրած կյանքի մեջ երանելի ներդաշնակ հաղորդակցություն Տերիցը չունես, ինչ իմաստ ունի, ինչ օգուտ ունի քո Աստծո խոսքի նկատմամբ ունեցած հավատքը։ Ասել կուզեմ, որ սթափվել է պետք, եւ եթե դու այնտեղում ես գտնվում, որտեղ պարզապես մարդիկ Աստծո խոսքի մասին շատ են խոսում, էջերով, թերթելով անդադ կարող են ներկայացնել եւ դա քարոզ անվանել, բայց պրակտիկ քո կյանքիդ մեջ որևէ արձանագրում չունենաս կենթանի Աստծո հետ կենթանի հաղորդակցության, ուրեմն իմացած եղիր, որ մի մասն ես հասկացել Աստծո պահանջի, որովհետև նորից եմ ուզում կրկնել, սկսած Եդեմական պարտեզից Ադամի ու Եվայի արտաքսումից մինչև այսօր, Աստված ասում է ուր ես, եւ այդ ուր ես հարցը այսօր ուղղված է ամեն ժամանակ ինձ ու քեզ, ինչով ես զբաղված երկրի վրա, ինչ կա քո մտքում, ինչ նպատակ ես դնում քո առաջ, այսպիսի հարցեր Աստված ունի մեզի տալու։ Մենք ունենք իրեն պատասխանելու պարտավորություն, ասել, որ Աստված ինձ չի կանչում, ասել, որ Աստված ինձի թե երազով, թե տեսիլքով, թե իմ ներսից Սուրբ Հոգու, թե խոսքով, այլև այլ լեզուների պարգևով չի խոսում, շատ սխալ կլինի։ Եվ ես քիչ հետո պատրաստվում եմ ձեզ ներկայացնել քրիստոնեական կյանքի մի փոքր ուզում եմ վարագույր բացել եւ ցույց տալ մի գաղտնիք, որ Սուրբ Գրքում մենք արդում անցնում ենք դրանց վրայով առանց հասկանալու, որ առաջի դարում քրիստոնյաները, Քրիստոսի աշակերտները ունեցել են այն ամենը, ինչը որ դու նույնիսկ այսօր քո մտքով չես անցկացնի։ Իրենց պաշտամունքի մեջ ունեցել են այն ամենը, Աստծո հետ կենթանի հաղորդակցության այն բոլոր ռեսուրսները, միջոցները, որոնք այսօր նույնիսկ քո մտքով չի անցնի, ինչու,
որովհետև դու Աստծո խոսքը երբ որ կարդում ես, միտք չես առնում իմանալու համար, որ դա գեղեցիկ ինչ-որ մի հատ շարադրանք չէ, այլ դրանք ամեն մեկը իրենց մեջ իմաստ ունեն։ Նախքան անցնելը բուն, սրանք դեռ նախաբանն է, որ ես ներկայացնում եմ իմ քարոզի նյութի։ Ես ուզում եմ ասել քեզ, որ եթե դու մտածում ես, որ շատ ավելի խելացի ես, քան մյուսները, քեզանից առաջ խելացիներ եղել են եւ արդեն իրենց տեղն ունեն գերեզմաններում։ Եթե դու աշխարհը վայելելու մեջ քեզ համարում ես շատ ավելի երանելի մեկը, այդպիսիները վաղուց արդեն նորից գերեզմաններում են։ Այսինքն քեզանից առաջ ամեն ինչ արդեն եղել է եւ Սուրբ Գիրքն ասում է արեգակի տակ նոր բան չկա։ Եվ Աստված միակ բանը, որ ուզում է դու, որ դա հասկանաս, սա է, որ դու երբեք ու երբեք չխաբվես քո կրոնական գիտելիքներով։ Այնց հիմա գրում է ինչ-որ մեկը, որ կրոնական պետք է դառնալ, ոչ։ Կրոնը դա մարդու հորինած աստվածպաշտության եղանակներն են սնոտի։ Կրոն չի ստեղծել Աստված, Քրիստոս կրոն չի բերել աշխարհ։ Կրոնը դա մարդու եւ սատանայի ստեղծածն է, ինչպես գրված է, հանկարծ չլինի, որ հրեշտակների կրոնքով մեկը տարված լինի։ Իմ ձեռքի տակ էր գտնվում, քիչ առաջ ես դա ներկայացնում եմ մեկ այլ պաշտամունք ունեցանք, սերտողություն եկեղեցու անդամների համար, Ագաթանգելոս գիրքը, Ագաթի անգելոս բարի հրեշտակ կոչվող այդ գիրքը հրեշտակի ձեռքով տրված է։ Պատկերացնում եք, հրեշտակակրոն է մեր ընկալումը, ոչ թե աստվածակենտրոն եւ ավետարանակենտրոն։ Ինչ որ միջամտություն է տեղի ունեցել։ Եվ մեր ազգն ավելի շատ շեշտը դրել է այդ ավանդության վրա, քան կենթանի հարություն առած Հիսուս Քրիստոսի։ Ինձ Աստված անձամբ հայտնել է դա, որ այս ազգի մեջ ես մեռած եմ պաշտվում, իրենք ինձ մեռած երկրպագությամբ են երկրպագում, հարություն առած ինձ իրան սրտերում տեղ չեն տալիս։ Մեր ազգը սիրում է մեռած քրիստոնեությունը, բայց որ ասես կենթանի Քրիստոսի դու կարող ես հաղորդ լինել, իրապես սա շատ հեռու է այսօր կրոնական աշխարհից, որովհետև ավանդապաշտությունը այլ մոտենում է, չգիտեմ, 1000 ու մի ծեսեր ու բաներ պիտի անեն։ Եվ կապ չունի, այդ մարդիկ իրենց սրտում Աստծո հետ իրենց հարաբերության մասին մտածում են, թե չեն մտածում, բայց գուցեև խստակրոն լինելով մտածեն, որ իսկապես հաճելի են դառնում իրենք Աստծուն։ Աստծո հետ որևէ ավանդապաշտություն, որևէ ձև չկա, որը մեզ կարողանա նրա հետ հաղորդ անել։ Արեգակի տակ նոր բան չկա։ Եվ երկրորդ կարևոր բանը, որ ուզում եմ ասել, սա է, որովհետև մեր ունկնդիրներից շատերը այս կամ այն հարանվանության մեջ իրենց տեղերը գտել են գուցե։ Մեր ասածները շատ հաճախ որոշներին ընկալելի չէ։ Ինչու՞։ Որովհետև Սուրբ Գիրքն ասում է, որ նոր գինին նոր տիկերի մեջ է լցվում, հին գինին հին տիկերի մեջ, եւ երբեք նոր լաթի կտորը չեն կցում հնին, որովհետև պատրվածքը մեծ կլինի։ Ես սրանք ասում եմ նրա համար, որ եթե որոշակիորեն ոչ սուրբգրային վարդապետական ընթացքի մեջ շատ թե քիչ քո ունեցած մեկ մնացով ես բավարարվել, մենք ոչ թե մեծամտանում ենք եւ ասում, որ 5 ունենք, այլ ասում ենք, որ մի բան էլ Աստված մեզի հասկացրել է, ուզում ենք բաժին անել քեզ, բայց եթե դու դա ուզում ես կցել քո հին ընկալումներիդ հետ, դրանք երբեք չհամատեղելի չեն։ Եվ ահա այստեղից սկսած ես արդեն ուզում եմ ձեզ ներկայացնել Եբրայեցիս թղթից։ Այնինչ որ քիչ առաջ խոստացա, որ մի փոքր վարակույրը կբացենք եւ կտեսնենք մի երևույթ, մի եղելություն, որն ուղղակի երեխայի պես պարզ հավատքով ընդունելու փոխարեն, մենք շատ հաճախ մեր միտքը, մեր շունչն ենք զարկ տալիս եւ մեր փիլիսոփայության երևակայության մեջ, որը մեզ շատ է խանգարում հասկանալ Աստծո խոսքը,
Ենթադրություններ ենք անում, լավագույն դեպքում էլ ասում ենք սա մի քիչ մատչելի չի, անցնենք առաջ ու չենք հասկանում դրանք։ Բայց այսօր ես համարձակվում եմ ձեզ Եբրայեցից թղթի մեջ տանելով, իմիջիալոց ասեմ ձեզ, Եբրայեցից 6-րդ գլուխը, երբ որ կարդում ենք, իսկ 5-ը ավարտում է դրանով, շատերը Եբրայեցից թուղթը համարում են ամենաբարդ թղթերից մեկը։ Մինչդեռ սիրելիներ, մենք այստեղ կարդում ենք ուստի Քրիստոսի մասին սկզբնական խոսքը թողելով, դեպի կատարյալը գանք, առանց կրկին հիմք դնելու, մեռած գործերից ապաշխարության եւ Աստծո հավատալու համար։ Եվ շարունակում է. եւ մկրտությունների ուսմունքի, եւ ձեռք դնելու, եւ մեռելների հարության, եւ հավիտենական դատաստանի համար։ Սա անենք, եթե Աստված հրաման տա։ Այսպիսով մենք այստեղ լսում ենք, որ Քրիստոսի մասին սկզբնական խոսքը կա, որը բանական անխարդախ կաթն է համարվում, ինչպես կարդում ենք ուրիշ տեղում։ Սակայն այդ կաթը այնուամենայնիվ թողվում է, ինչ որ ժամանակից եւ դեպի կատարյալը գանք։ Ուրեմն միջև 6-րդ գլխի առաջին խոսքը, առաջին 5 գլուխները Պողոս առաքյալը համարում է Քրիստոսի մասին նախնական սորվելիքներ։ Ասել է, թե սա կաթնակերության մի փուլն էր։ 6-րդ գլխից արդեն շարունակում է դեպի կատարյալը գանք, արդեն կատարյալի մասին է խոսում։ Այստեղ ես չեմ կարող իմ սրտից հավը չարտահայտել։ Երբ ես լսում եմ, թե ինչպես են ավագ եպիսկոպոսներ կոչվածները, պաշտամունքի ժամանակ ասում մենք չենք կարող կատարյալ դառնալ, իմ սիրտը ցավում է։ Մենք միջև վերջ չենք կարող կատարյալ լինել, սուրբ լինել։ Մինչդեռ Սուրբ Գիրքն ասում է հաստատուն կերակուրը կատարյալների համար է, որոնց քիմքը զանազանում է բարին եւ չարը։ Հետևաբար նաև առաքյալն ասում է, մենք որ կատարյալ ենք, այս մտածենք։ Եվ այստեղ դարձյալ լսում ենք դեպի կատարյալը գանք։ Կատարյալ ուսմունքն ու վարդապետությունը միայն կարող է մարդուն կատարելության հասցնել եւ դա հնարավոր է, բայց այսօր ես արդեն որ երրորդ քարոզներն եմ լսում, տարածում է գտնում դա։ Մենք չենք կարող սուրբ լինել, չենք կարող կատարյալ լինել, իսկ Տերն ասում է սուրբ եղեք, չի կարող պահանջել մեզանից մի բան, որ ի վիճակի չլինենք տալու։ Ես դա չեմ էլ ասում, որ դա մարդկային ջանքով է հնարավոր։ Սակայն Աստծո խոսքը տասնյակից ավել համարներով խոսում է կատարելության հնարավորության մասին։ Այսպիսով սիրելիներ, ես ուզում եմ այս կատարյալ բարից սկսած, որ կա կատարյալ բաժին նաև հոգևոր սնունդի, ձեզ հրամցնել մի շատ հրաշալի հոգևոր կերակուր, որը եթե ձեր քիմքը կարողանում է զանազանել, դրա համը կճաշակեք, կվայելեք եւ ձեր մեջ կավելանա նախանձավորությունը, Աստծո խոսքը առավելագույնս ուշադիր ընթերցել աղոթքով եւ մեծ նախանձավորությամբ բացահայտել ձեր համար այն գանձերը, որոնք մինչև հիմա չեն բացահայտված եղել։ Մենք կարդում ենք գրվածն ասում է. հավատքն էլ հուսացած բաների հաստատությունը եւ չերևեցող բաների ապացույցն է։ Եվ այստեղ թվարկվում է անուններ. Աբելը, Ենովքը, Նոյը, Աբրահամը, Սարան, Իսահակը, Մովսեսը, այդպես շարունակ մենք կարդում ենք հուսացած բաների նկատմամբ, այդ հաստատուն բաների նկատմամբ հավատք ունեցողների մասին, եւ որ իրենք ապացույցներ են ունեցել չերևող բաները իրենց համար երևացողի պես ապացույցներով իսկապես արձանագրվել է իրենց կյանքում։ Այնուհետև մենք կարդում ենք վերջում, որ թեպետ սրանք բոլորն էլ հավատքով ապրեցին, հավատքով ննջեցին, բայց սա երևակայական հավատք չի եղել, սրանք պրակտիկ արդյունքներ են ունեցել իրենց կյանքում։ Եթե Աբրահամը հավատում էր Աստծուն, ապա Աստված հայտնվում էր իրեն, հայտնվում էր եւ խոսում էր իր հետ։ Եվ մենք կարդում ենք Հիսուսն ասում է, որ Աբրահամ ձեր հայրը իմ օրերից մեկն ուզեց տեսավ եւ ուրախացավ։ Սոդոմ Գոմորը կործանելուց առաջ 3 հոգին, որ հանդիպեցին Աբրահամին, մեկը Տերն էր գրված է։
Եվ այսպես շարունակ Աստված կերպերով իր հանդիպումը ունեցել է մարդկանց հետ։ Մարդիկ այդ ամենի մեջ հավատարմորեն պինդ են բռնել այն ամենը, ինչ որ Աստծուց փոխանցվել է իրենց։ Խոստմունքներ են ունեցել, բայց բուն այն խոստմունքը, որ Աստված իր հոգով պիտի գար մարդու մեջ ապրեր, եւ նրա հետ պիտի լիներ մինչև աշխարհի վերջ, ինչպես գրված է Հիսուսն ասեց, ահա ես ձեր հետ եմ մինչև աշխարհի վերջը, նման խոստմունք 5 տականում ոչ մեկը չուներ։ Եվ գրվածն ասում է, եւ նրանք ամենքը հավատքով վկայություն առան, բայց խոստմունքը չընդունեցին, որովհետև Աստված մեզ համար ավելի լավ բան նախապատրաստեց, որ նրանք առանց մեզ չկատարվին։ Երբ դու 5 դագարանյան պատմությունները կարդում ես, ուրախանում ես, Աստված գործել է այս մարդկանց հետ, Նոյի հետ, Ենովքի հետ, Աբրահամի հետ, Մովսեսի հետ, եւ այդպես շարունակ մարգարեների հետ, քեզ երբևէ հարց տալիս ես, որ այդ մարդկանց հետ այդ նույն Աստված, որ չի փոխվել, երեք այսօր հավիտյան նույնն է, այսօր նոր կտակարանյան ժամանակներում ինչի քո կյանքում չկա այդպիսի զորավոր ներգործություններ քո հետ, ես չեմ ասում ուրիշ բաներ։ Սուրբ Գիրքն ասում է, որ դու պետք է առանց վկայության չապրես քո կյանքում, առանց Աստծո հետ հարաբերության վկայության դու պիտի գլուխը չդնես բարձին ու քնես։ Հենց թեկուզ այն, որ դու լեզուներով աղոթում ես եւ Սուրբ Հոգով լցվում ես, դու ունես Աստծուց առնելու բան ամեն օր։ Եվ Աստված քեզ ամեն օր բան ունի ասելու։ Ես անցած անգամ ցավալի մի բառ օգտագործեցի, որ մենք ապրում ենք կարծես մի շրջանում, որ հոգեգալստականներն էլ բապտիստներ են դառել։ Որ ճիշտ է, որ լեզուներով խոսում են, բայց կրակն ու այն զորությունը, որ Աստված ուզում է, որ հենց այնպես չի բերել, երկրի վրա իր աշակերտների մեջ, դա չի արտահայտվում։ Եվ կարծես թե մարդիկ ոչնչով չեն տարբերվում նրանցից, ովքեր Սուրբ Հոգով մկրտված չեն։ Ամբողջ այս հատվածները, երբ որ մենք կարդում ենք 11-րդ գլուխը հավատքի հերոսների մասին, որ մենք սովոր ենք միշտ ներկայացնել որպես օրինակներ, ակամայից մեզ հարց չենք տալիս։ Այնտեղ նրանց տրվեց այդ հնարավորությունը, բայց գրված է մեզ համար Աստված լավը որոշեց։ Եվ այդ լավը մեր կյանքում պրակտիկորեն շոշափելի չի, մեր կյանքում արձանագրվող չի, ինչու։ Ես չեմ ասում ինչ որ մի հատ հրեշտակ գա անպայման նստի քո հետ սեղանի շուրջ հաց ուտի, որպեսզի դու էլ այդպես վկայություն ունենաս, ինչպես հնում են ունեցել։ Ես չեմ ասում մի հատ մորմենի վարվի, որի միջից Աստված քո հետ խոսի եւ այլն, չէ։ Բայց Սուրբ Գիրքն ասում է, որ ես նրանց նոր սիրտ կտամ եւ այդ սրտի վրա իմ օրենքները կգրեմ։ Սուրբ Գիրքն ասում է, հոդովախոր շրթունքով կխոսեմ իրանց հետ, օտար լեզվով կխոսեմ իրանց հետ, որ սա է նրանց հանգստացնելու հանգստությունը։ Սուրբ Գիրքն ասում է, լեզվով խոսողն իրանցն է շինում, բայց եթե ես լեզվով խոսքը չհասկանամ, ինչպես կշինվի իմ անձը, ես չունեմ այդ կենդանի հաղորդակցությունը, որ ինձ համար ավելի լավն է որոշված։ Բայց հավատացյալ եմ, հավատում եմ, ես վերջերս երբ որ հարցնում եմ եղբայրներից մեկը, որը ջերով էր մկրտվել տարիներ առաջ, մի թեթև այդպես կապվեցինք, իրար հետ խոսում եմ, ասում եմ, լսի, դու հոգով ջերով մկրտվել ես, ասում է այո, ասում եմ դու հավատում ես, որ փրկված ես, ասում է հույս ունեմ, որ կփրկվեմ, ասում եմ, լսի, դա քահանան հույս ունի։ Այսօր առաքելական եկեղեցու քահանան ասում է այն մասին, որ պիտի մեռնենք վերջի օրը հարություն կառնենք, երևա ով է փրկված, ով չէ, սա դժոխքից եկող վարդապետություն է։ Դու այսօր այս երկրի վրա պիտի ունենաս այդ վստահությունը, մահվանից դեպի կյանք անցած ենք, գրվածը չի գրված անցնելու ենք։ Քրիստոսի հոգին, որ մարգարեության հոգին է գրված է հայտնության գրքում, նա քո մեջ այդ վկայությունը տալիս է, նա որ քո մեջ ասում է, որ դու նրանն ես։ Նրանք, որ նրանն են, իրենց անձերում վկայություն ունեն, որ իրենք նրանն են։ Չեք կարդում ավետարանը։
Դու այսօր վստահաբար Աստծո հոգուց ունես վկայություն, ես ոչ միայն ունեմ վկայություն, այլ Սուրբ Հոգին էլ ինձ ասում է, երանելի ես կամո, օտար լեզվով, հայրենով էլ շատ օրհնում է ինձ, և ինչ զարմանալու բան կա, եկել է Հոգին դրա համար։ 12-րդ գլխում կարդում ենք. ուստի մենք էլ, որ վկաների այսքան բազմություն ունենք մեր շրջապատած։ Պողոս առաքյալն ասում է, որ մենք վկաներով շրջապատված ենք։ Խնդրում եմ ուշադիր լսի։ Մենք վկաներով շրջապատված այլաբանություն չի։ Սա գեղեցիկ այնպես ֆրազ չի, որ ասում է։ Դու սա ուղղակի շատ գեղեցիկ մի արտահայտություն ես ընկալում, բայց այստեղ պարզ գրված է, որ այդ վկաները երկինք ու երկիր տարածություն ժամանակ լրիվ մի կողմ է դնում Պողոս առաքյալը եւ ասում է դու Նոյի, Աբրահամի, Ենովքի եւ մյուսների հետ նրանց ներկայության մեջ ես Աստված քեզ քո հոգու մեջ գալով ժամանակ ու տարածություն ինքը ոչնչացնում է եւ քեզ հավատքով այդ վիճակի մեջ տեղափոխում է եւ եթե մտածում ես որ միայն Պողոսն էր որ երրորդ երկինք կարող էր մտքի հափշտակություն ունենալ եւ այլն եւ միայն Պողոսը կարող էր վկայել բայց այստեղ ասում է մենք էլ չի ասում ես էլ մենք էլ դա նշանակում է մի ճշմարտություն որ ամեն Սուրբ հոգով մկրտված անձնավորության տրված է իրար շուրջը եղող վկաների փաստը արձանագրել ես չեմ ասում շոշափելի Աբրահամին տեսնել են մեկին տեսնել եւ այլն բայց եթե պետք լինի դա էլ կարող է երբ որ այլակերպման լեռան վրա էին մենք տեսնում ենք Մովսեսն ու Եղիան ինչպես էին իջել եւ ինչպես էին հաղորդ լինում Քրիստոսի հետ եւ աշակերտները դա տեսան Այստեղ գրված է վկաների այսքան բազմություն ունենք մեր շրջապատած ռուսերենով ասում են օբլակը սվիդետելей ուրեմն դեն գցենք ամեն ծանրություն որն է պատճառը որ հաղորդես ծանրություն կա քո վրա եւ մեզ դյուրավ պաշարող մեղքը եկես ես գրկելա քեզ պաշարելա քեզ Դեն գցիր ասում է այս երկուսը, այս ծանրությունը և մեղքը, սա դու պիտի անես։ Եվ համբերությամբ վազենք մեր առաջին դրված ասպարեզի ընթացքը։ Մտիկ տանք հավատքի զորագլխին և կատարողին Հիսուսին, որ իր առաջին դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ և ամոթն արհամարելով Աստծո աթոռի աջ կողմը նստեց։ Ուրեմն մտածեցեք նրա վրա, որ իրան դեմ եղած այսպիսի հակառակություն քաշեց մեղավորներից, որ դուք ձեր անձերովը չհոգնիք թուլացած։ Եվ այնուհետև մեղքի այդ պաշարումից ազատագրվելու համար, գիտեք պաշարումը ինչա, դուք հին ուխտից պաշարված վիճակում Իսրայելի, Երուսաղեմին, Սամարիային շատ եք այդ պատմությունները լսել։ Եվ թշնամին այնպես ակցանի մեջ առել քաղաքը, ողջ պարիսպների շուրջը զորքերը այնպես են պաշարել նշանակում է պաշարից զրկել, որ այնտեղ ծնունդը, հացը, ջուրը եւ այլն պակասում է եւ սկսվում է արհավիրքներ։ Եվ այստեղ մենք կարդում ենք, որ այս պաշարված վիճակից դու կարող ես դուրս գալ մի դեպքում եւ դու իզուր մի աղաղակի մեղքից, որ Աստված քեզ ազատի։ Գիտեք քրիստոնյաները այնքան սխալ են թույլ տալիս, երբ որ իրանց անելիքը ասում են, որ Տերը անի իրանց համար։ Տերը քո համար, քո մեղքի խնդիրը խաչի վրա լուծել է։ Այս իմանանք, որ մեր հին մարդը խաչվեցավ, որ մեղքի մարմինը խափանվի։ Վերջ, լուծումը կա։ Մնացածը քո գործն է հավատքով, որ պիտի անես։ Եթե դու դա չես անում, մի աղոթի Տեր ինձ ազատի այս մեղքից։ Այստեղ գրված է դու պիտի ազատագրվես մեղքի գերությունից, մեղքի մահվան օրենքը, որ քո մարմնի մեջ գործում է, դու պիտի հավատքով նրան միշտ խաչի վրա տեսնես, որ գրված է նրանք, որ Աստծունն են իրենց անձերը
խաչը հանեցին բնական կրքերով հանդերձ։ Եթե դա դու չես անում, քո փոխարեն ելով պիտի անի սա։ Տակավին մինչև արյուն թափելու չափ, պատերազմելով հակառակ չեք կացած մեղքին։ Եթե արյուն թափելու չափ չկա կռիվ մեղքի մահվան օրենքի դեմ, որ քո մարմնի մեջ է, ոչ թե հին մարդու, հին մարդ չկա։ Ադամական հին բնությունը չի կարող քո մեջ լինել եւ վերստին ծնված նոր մարդն էլ հարևանությամբ ապրել։ Նոր մարդը վերստին ծնված ապրում է, քանի որ հինն այլևս գոյություն չունի, բայց քո կռիվը հին մարդու հետ չի, մեղքի մահվան օրենքի դեմ, որ քո մարմնի մեջ է այսօր։ Որից կարող ես ազատագրվել 3 ճանապարհով։ Առաջինը, երբ որ դու հողին հանձնվես, մեղքի մահվան մարմինը արդեն հողին հանձնված վերջ։ Երկրորդ, երբ որ հավատքով տեսնես մեղքի մահվան օրենքը մարմնով քո խաչի վրա խափանված, Հռոմեացիս 6:6 հայտնությունն է, եւ երրորդ, երբ Տերը գա, հափշտակվես այս մահկանացու մարմինը փոխվելու է, երկնայինը հագնի ու գնա իր հավիտենական բնակարանը։ Բայց քանի դեռ երկրի վրա ես, դու հավատքով գործ ունես անելու։ Այսպիսով հիմա երբ որ մենք այսքանը լսում ենք, մենք տեսնում ենք, որ Տերը խրատներ ունի մեզի տալու։ Ես կուզեի, որ ժամանակը խնայելով դուք ձեր համար ընթերցեիք ամբողջ 12-րդ գլուխը եւ հիմա մոտենում եմ իմ խոսքի այն կուլմինացիոն ընկետին, որի նպատակն է սա բաց անել այդ վարակույրը եւ ձեզ մասնակից անել մի հոգեվոր մեծ տրված խոստմունքին, որը ցավոք սրտի որպես հայտնություն շատերը չունեն։ Որովհետև սա Եբրայեցիս 12:18-ն է, որովհետև դուք չեք մոտեցել շոշափելի սարին, որ կրակով վառված էր, եւ այն մեգին, եւ խավարին, եւ մրկին, եւ փողի հնչումին, եւ խոսքերի ձայնին, որից հրաժարվեցան լսողները, որ խոսքը չշարունակվի նրանց։ Ես հիշեցրեցի, որ Մովսեսի ժամանակ ահա այս երևույթները եղան։ Ժողովուրդը սարսափում էր։ Անգամ Մովսեսն ինքն էլ է ասում, մենք կարդում ենք, վասնզի չէին դիմանում այն հրամանին, եթե մի անասուն էլ մոտենար սարին քարգոծվի, կամ նետով սպանվի, եւ այնպես ահավոր էր տեսիլքը, որ Մովսեսն ասում էր, թե զարհուրում եմ եւ դողում։ Համեմատում է 5 կտականում Աստծո հայտնության կերպին եւ ժողովրդի պատասխանին եւ այն իրավիճակին, որ տիրել էր այդ ժողովրդին։ Եվ առաքյալն ասում է, դուք այն ժողովրդի նման չեք, դուք չեք մոտեցել շոշափելի սարին, բայց ինչ որ բանի մոտեցել եք։ Եվ երբ որ սա ասում է ինքը ու շարադրում է, ուշադիր լսեք, նա չի շարադրում այլաբանորեն, երևակայորեն ինչ որ մի բան, որի հետ հաղորդ չի եղել ինքը։ Սակայն ինքը չի ասում ես եմ մոտեցել, ու դուք չեք մոտեցել։ Նա ասում է դու էլ ես մոտեցել, բայց դու չգիտես այդ մասին։ Ինչին ես մոտեցել։ Սիոն սարին, կենդանի Աստծո քաղաքին, ուրեմն այս Սիոն սարը շոշափելի սար չէ, համեմատած այն սարի հետ։ Կենդանի Աստծո քաղաքին, շոշափելի քաղաք չէ։ Երկնավոր Երուսաղեմն է սա, բայց դու մոտեցել ես դրան։ Եվ բյուրավոր հրեշտակներին։ Սա մի հատ հենց այնպես բառեր չի, որ Պողոսը Սուրբ Հոգով շարադրում է։ Նա ռեալ հաղորդ է սրանց հետ։ Եվ երկնքում գրված անդրանիկների հանդեսին նա տեղյակ է։ Երկնքում անդրանիկները հանդիսություն ունեն արդեն։ Եվ եկեղեցուն։ Պարզվում է, որ եկեղեցու մի մասը երկրի վրա է, մի մասը երկնքում է։ Դու մոտեցել ես այդ եկեղեցուն։ Եվ ամենի դատավոր Աստծուն եւ կատարյալ արդարների հոգին են, կատարյալ արդարներ, գիտեք ինչ է նշանակում։ Սրանք այն արդարներն են, որոնք կատարյալ են ապրել երկրի վրա։ Տեսնում եք ինչքան կատարյալ մարդիկ կան։ Կատարյալ արդարների հոգիներին եւ նոր կտականի միջնորդ Հիսուսին
եւ այն արյունի սրսկմանը, որ ավելի լավ է խոսում, քան թե Հաբելի արյունը։ Եվ մահարի մտածենք մի հատ։ Սա պոետի գեղեցիկ մի ինչ-որ խոսքեր են, որ մեզ հուսադրում այս բաները, որ մեր երևակայության հետ գործ ունի սա, թե ռեալ իրական բաներ են։ Իհարկե իրական են։ Պողոսը այդ ամենը տեսնում է իր հոգով, իր մտքի թռիչքով, իր մարմնավոր, ասենք, էությամբ չէ, որ սրան հաղորդ է եղել, այլ այդ մտքի թռիչք Աստվածը Աստծով է եղել։ Եվ Աստված իրան ասել է, այս բաները կան, բայց Պողոս սա մենակ քո համար չէ։ Բոլորն են կարող այս ամենը իմանալ։ Եվ ես ավելին ասեմ, Հայտնության գիրքը Հովհաննես Առաքյալը երբ որ գրել է, մենք շատ հաճախ մտածում ենք, որ Հայտնության գիրքը պարզապես տրվել է միայն Հովհաննեսին։ Գրվածն ասում է այսպես. Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվավ իր ծառաներին ցույց տալու, ինչ որ շուտով պիտի լինի, եւ իմացրեց իր հրեշտակի ձեռով, ուղարկելով իր Հովհաննես ծառային։ Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվավ իր ծառաներին ցույց տալու։ Չի գրված Հովհաննեսին ցույց տալու, որ Հովհաննեսը մյուս ծառաներին փոխանցի։ Այստեղ գրված է, որ այս հայտնությունը կարող էին ունենալ Հիսուս Քրիստոսի բոլոր ծառաները։ Հովհաննեսին տրվեց միայն գրել։ Հասկանում եք ինչ իմաստն է խոսքը։ Մեր Տերը անաչառ Տեր է։ Նրա գանձարանը, նրա շտեմարանները հարուստ են ու առատ են բոլորի համար։ Մենք ենք տկար ու թույլ մեր ընկալումներով։ Մենք ենք, որ սահմանափակել ենք մեզ, չի բացված մեզ Աստծո շնորհքի խորությունները, որ մեր անհատական նախանձավորությունը Աստված տեսնելով, որ մղում ունենք դեպի ինքը, մեզ հաղորդ անի այն բաների հետ, որ հաղորդ արել թե Պողոսին եւ թե Հովհաննեսին, այլ կրոնավորի պես ասում ենք, դե դա Տերը իրանց հետ գործեց, մեր հետ ինչ։ Սիրելիներ, մենք ապրում ենք վերջին օրերի մեջ, եւ Սուրբ Գիրքը մեզ ասում է, ամեն ոք Աստվածանից սովորած պիտի լինի։ Եվ եթե այսօր դու այս ամեն պատգամը լսելուց հետո քո մեջ մեկ անգամ եւս չի արթնանում ապաշխարելու եւ վերականգնվելու մեծ նախանձավորությամբ Տիրոջ երեսը փնտրելու, դա քո խնդիրն է։ Բայց իմ կոչն է, որպեսզի մի հատ քո անձնական կյանքդ կարգի բերես եւ չտարալուծվես ամբողջային ընկալումներով։ Արթնացիր։ 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 Տերը շուտով հափշտակելու է եկեղեցին։ Եվ նրանք, ովքեր իրենց անձերի մեջ սովոր են եղել Աստծո հետ հաղորդ լինելու, այդ հոգիները լսելու են փողի ձայնն էլ, Աստծո հրամանն էլ, մյուսների համար դա մատչելի չի լինելու։ Ֆիլմերում ինչ որ ցույց են տալիս, դրա այդպես չի լինելու։ Դա միայն մատչելի է լինելու այն հոգիների համար, որոնք երկնքի հետ կապի մեջ են։ Մեզ Տերը այդ հնարավորությունը տվել է իր հոգով, ողորմությունը ինքը մեզ արել է, մնում է, որպեսզի մենք տեղ տանք Աստծո հոգուն, լցվենք Սուրբ Հոգով։ Նրանք, ովքեր դեռ չեն ապաշխարած, թող հիշեն։ Դեռ ժամանակ ունես։ Հիշիր քո ստեղծողին, քանի դեռ չեն եկել թշվառությանդ օրերը։ Վաղվան մի թող քո ապաշխարությունը։ Այն ամենը, ինչ որ Աստված քեզանից ուզում է, քո կոտրված սիրտն է, զղջացող սիրտն է, որ գաս իր պատվանդանիքով, թողություն խնդրես, ընդունես Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ եւ Աստծո պարգևներով էլ զարդարվես, քո մնացած կյանքիդ մեջ ապրես երկնքում գանձ դիզելով եւ ոչ թե երկրի ունայնություններով տարվելով եւ ապահով կթողնես քո երկրային ընթացքը, կվայելես երկինքը։ Հիշենք նաեւ սա, որ շատ վերջիններ առաջիններ կլինեն։ Ուստի ես համոզված եմ վերջին անձրևի, վերջին օրհնությունների եւ այդպիսի զորավոր արթնության մի ընթացքին, որ Աստված ուզում է բերի մեր մեջ։ Թող Աստված օրհնի
եւ ձեր յուրաքանչյուրի ընտանիքներում մի նոր հայտնությամբ հայտնվի, նրանք, որ ապաշխարած չեն, ապաշխարեն, նրանք, որ թուլացել են, գաղջ վիճակում են, թմրած են, ապա այս համարները, որ քիչ առաջ լսեցիք, Աստված դեր ժամանակ է տալիս, սթափվեք եւ արթնացեք եւ նա կբարեկարգի ձեր հոգեվոր ընթացքը եւ դուք այս ամենը ինչ որ քիչ առաջ լսեցիք, Տերը ձեզ ցույց կտա, թե ինչի եք մոտեցել եւ ինչ ժառանգությունն եք երկնքում։ Աստված օրհնի բոլորիդ, Տերը պահի, պահպանի ձեզ եւ իր խաղաղությունն ու սերը շնորհքը ձեզ հետ լինի։ Ամեն։